նոր շքեղ մեքենաների կոնկուրս դելեգանս ամենամյա գեղեցկության մրցույթում ցուցադրվելուց հետո Bentley մակնիշի ամենաշքեղ և թանկարժեք մոդելը պաշտոնապես ներկայացվեց Ֆրանկֆուրտի Նոր Bentley մրցանը փոխարինում է դրոշակակիր առնաժին, որը ստեղծված լինելով դեռևս 1998-ին իրենից ներկայացնում էր Rolls-Royce Silver Seraph-ի կրկնօրինակը, քանի որ Bentley-ն և Rolls-Royce-ը գտնվում էին նույն ընկերության կազմում։ 1998-ից երկու ընկերությունների ճակատագրերը բաժանվեցին, Rolls-Royce-ն անցավ BMW-ին, իսկ Bentley-ն բաժին հասավ Volkswagen-ին։ BMW-ի ջանքերով 2003 թվականի հունվարին Rolls-Royce-ը հրապարակ հանեց Phantom-ը, իսկ մինչ այդ 2002-ի մարտին Mercedes-ի ջանքերով վերածնվել էր նաև Maybach-ը։ Ավտոմոբիլային երկնակամարում երկու նորագույն աստղերի փայլատակմանը Bentley-ն ըստ էության կարող էր հակադրվել միայն առնաժով, որը փաստորեն արդեն հին մոդել էր և ոչ համարժեք այլընտրանք նոր տեխնոլոգիաներով գերհագեցած Phantom-ին և Maybach-ին։ Չնայած առնաժի վաճառքի ոչ վատ ծավալներին, Bentley-ում պատվի խնդիր էին համարում նոր, երկու հզոր ախոյաններին արժանի մրցակից մոդելի ստեղծումը։ Եվ ահա Bentley-ի մասնագետների ջանքերը գտան իրենց տրամաբանական հանգուցալուծումը, և մեր առջև անգլիական փառաբանց մակնիշի նոր դրոշակակիր մոդելն է։ Այստեղ միաձուլվել են մնայուն անդրդվելիությունն ու բարեկազմ նրբագեղությունը։ Առաջին հայացքից կարծես առջևի լուսարձակներն իրենց չափերով համահունչ չեն առաջնամասի ձևավորման տրամաբանությանը և թվում են չափից ավելի մեծ, մանավանդ գաբարիտային փոքր լապտերների ֆոնի վրա։ Թվում է դրանք պետք է տեղերով փոխված լինեին և ամեն ինչ ճիշտ տեղի կընկներ։ Սակայն մի փոքր անց աչքը սովորում է այս տեսարանին և մեքենայի առաջնամասը դառնում միաձույլ, համոզիչ և տրամաբանական։ Քիչ ավելի ուշ թվում է, որ որևէ այլ լուծում այստեղ չէր կարող ավելի համահունչ լինել։ Սա այն դեպքն է, երբ որքան երկար ես նայում, այնքան ավելի գեղեցիկ է թվում։ Երկար կապոտը և կարճ ետնամասը օգնում են ստեղծել հզորության և շարժման զգացում, որն ավելի է ընդգծվում ետնամասի մկանուտ կառուցվածքով։ Մեքենայի հզոր սպորտային կեցվածքը ամբողջանում է 20 կամ 21 դյույմանոց անիվներով։ Bentley-ն սոլիդության և հարատևության մարմնացում է, որի կերպարի մեջ ակնհայտ է դասական և ժամանակակից գծերի ներդաշնակ սինթեզը։ Մեքենայի արտաքինը կարող է ներկվել 114 տարբեր գույներով, կախված գնորդի ցանկությունից։ Ավելի քան 170 ժամ է ծախսվում Bentley-ի ինտերիերի ստեղծման վրա։ Այստեղ ևս գնորդը սահմանափակված է միմիայն իր երևակայությամբ։ Ըստ էության, անսահմանափակ ընտրությունը կաշվի, փայտի և մետաղի գույնի և տեսակի միջև գնորդին հնարավորություն է տալիս ունենալ միանգամայն բացառիկ և անկրկնելի մեքենա։ Մրցանի դասական ազնվական ինտերիերի տակ թաքնված է գերժամանակակից տեխնոլոգիական միջուկ։
մուլտիմեդիա համակարգ 40 GB կոշտ սկավառակով, արբանյակային նավիգացիայով, 20 բարձրախոսներով և 2200 Վտ հզորությամբ աուդիո և վիդեո համակարգերով, առանց բանալու մուտքի և շարժիչի հեռակա գործադրման համակարգով, մերսվող և օդափոխվող առջևի և ետևի նստատեղերով և բազմաթիվ այլ համակարգերով։ Ավելորդ չէ նշել, որ այս թանկարժեք գեղեցկությունը ստեղծում են 40-ամյա փորձ ունեցող վարպետներ, որոնք բազմաթիվ ժամեր են անցկացնում կաշվի, փայտի, մետաղի մշակման և այդ ամենը մեկտեղելու համար։ Լիովին նոր վեաձև 8 մխուցային կրկնակի տուրբոներմղիչներով շարժիչն ունի ավանդական 6.75 կամ ինչպես Բենթլիում է ընդունված 6,3 լիտր աշխատանքային ծավալ։ Շարժիչն ունի 505 ձիաուժ հզորություն և 1020 նյուտոն-մետր քարշ, որը հասանելի է արդեն րոպեում 1800 պտույտից։ Շարժիչն աշխատում է 8 աստիճանով ավտոմատ փոխանցումատուփի հետ, որը կառավարվում է նաև ղեկաների ետևում գտնվող ստեղների միջոցով։ Մեքենան սարքավորված է օդամղիչ կախոցներով, որոնք աշխատում են 4 տարբեր փափկության ռեժիմներով, անընդհատ փոխելով աշխատանքն ըստ ճանապարհածածկի տեսակի և բարձր արագության պայմաններում ավտոմատ իջեցնելով թափքը։ Նոր Bentley մրցանը բնականաբար ունի միայն երկու մրցակից՝ իդեմս Rolls-Royce Phantom-ի և Maybach 57-ի։ Նրա գինը նույնպես սկսվում է $350,000-ից, իսկ առաջին օրինակն արդեն աճուրդով վաճառվել է $500,000-ով։